Ազատ միացյալ հայրենիքի երազանքով էր ապրում Աշոտ Նավասարդյանը, դրա համար էր ամեն օր աշխատում, իր նվիրումը հենց դրան էր ուղված։ Այսօր տեսնում ենք, որ արձանագրում ենք, որ հեռանում ենք կարծեք Աշոտ Նավասարդյանի երազանքից, ինչպես հասնել այդ երազանքի լիարժեք իրագործմանը։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ մեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է եւ այդ երազանքները գալիս, այսինքն իրենք միշտ կան, պարզապես մենք երբեմն մոտենում ենք, երբեմն հեռանում ենք այդ երազանքներից։ Իմ անձնական կարծիքով պարզապես մենք դա մեր ինքներս հենց մեզնից է, այսինքն արտաքին ազդակները ինձ համար իմ կարծիքով քիչ նշանակություն ունեն։ Պարզապես մենք երբեմն ավելի, այսպես ոչ հայերեն բառ ասեմ, արխային ենք ընկնում եւ մտածում ենք, որ արդեն մոտ ենք այն մեր երազանքին եւ կարող ենք ուղակի ձեռքներս թափ տալ եւ հանգստանալ, մինչդեռ պետություն ունենալը եւ անկախ պետություն ունենալը մշտական աշխատանքի կարիք ունի եւ երբեք չի կարելի ուղակի հանգստանալ, որ ինչ-որ մի բան արդեն արված է։ Այո, մենք մի մեծ շանս ենք կորցրել, մի մեծ հնարավորություն ու մի մեծ ձեռքբերում, բայց եթե մենք իսկապես գիտակցենք, որ մենք այնքան կանք, որ պիտի ունենանք անկախ պետականություն, որ պիտի ունենանք նվաճումներ, պիտի կարողանանք գնալ մեր երազանքների ու իղձերի հետևից, ուրեմն կարող ենք գնալ։ Ուրեմն մենք կհասնենք այդ նպատակներին, ես հիմա իմ հետևում կանգնած են իմ աշակերտները, ու ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի մտածել, որ ամեն ինչ ավարտված է, որովհետև հիմա իրանք հենց հիմա նայում եմ իմ աչքերին ու ես չեմ կարող ինձ թույլ տալ իրենց ասել, որ ամեն ինչ ավարտված է եւ այլևս շանս չկա որևէ հաղթանակի եւ ձեռքբերման։ Այնպես որ պիտի ուղակի աշխատել եւ հավատալ եւ ուղակի ճիշտ աշխատել, հասկանալ, նպատակ դնել ու գնալ այդ նպատակի հետևից։ Ու իդապ ասեմ, որ նպատակն է շատ դժվար որոշելը, ինչ ենք մենք ուզում։ Իսկ ինչ ենք մենք ուզում։ Շնորհակալություն։